Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Շաբաթվա գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ կառավարության շենքում հինգշաբթի երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկան հայ առաքելական եկեղեցու 8 բարձրաստիճան հոգևորականները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած այդ այցին նախորդեց վարչապետի ընտանիքին պատկանող հայկական ժամանակում մի խումբ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների նամակի հրապարակումը, որում հոգևորականները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականն էին պահանջում։ Նամակի տակ հայ առաքելական եկեղեցու 56 եպիսկոպոսներից 13-ի անուններն էին եւ ընդամենը 9-ի ստորագրությունը։ Կառավարության շենք հասան հայտարարության հեղինակներից 8-ը։ Փաշինյանի հետ հանդիպած սկզբունքայիններից անկասկած տպավորիչ էր առաջինը Փաշինյանի ձեռքը սեղմեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Այս հոգևորականը լայն հանրությանը հայտնի դարձավ դեռ 15 տարի առաջ, երբ մամուլում գրեցին նրա թանկարժեք ավտոմեքենայի մասին։ Կճոյանի Բենթլին 2011 թվականի գներով արժեր 180-ից 200,000 $։ Ինքը հոգևորականը սակայն պնդում էր, որ մեքենան իր սանիկի նվերն է։ Նվերից ինչ անեմ, հրաժարվել։ 2013-ին արդեն Կճոյանի անունը սկսեց շոշափվել այսպես կոչված օֆշորային սկանդալում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին։ Հետքնի դեպ հրապարակեց այդ գործի գլխավոր դերակատարներից մեկի եւ Նավասարդ արքեպիսկոպոսի զրույցի 12 տարի առաջ արված գաղտնալսումը, որի որոշ հատվածներն այսօր գրեթե մարգարեական հնչեղություն ունեն։ Մարդ ճգնաժամի ժամանակ պայկա պետք է ունենա։ Եթե ճգնաժամի ժամանակ բոլորը փախնում են, ուրեմն դասալիք է։ Դա էքստրեմալ վիճակում է մարդը երևում ով է ինքը։ Հենց էքստրեմալ վիճակը բարձ երևում է ով է։ Փախնողները ովքեր են, մնացողներն ասում են հաղթանակ 1100-ի պարտությունը որ։ Կճոյանն ու իր շրջապատն ի դեպ երբեք էլ չէին հերքում, որ Արարատյան թեմի առաջնորդը թանկարժեք մեքենաներից եւ բիզնեսից բացի աշխարհիկ այլ հաճույքներից եւս անմասն չէ։ Մեր արմավերի քաղաքապետը հրավիրեց եւ գնացինք որսորդության։ Դե բոլորը կարծում են որպես հոգևորական, մենք զենքի հետ որևէ կապ չունենք կամ զենք օգտագործել չգիտենք։ Բայց Նավասարդ Սրբազանը գիտենք, որ ծառայել է սովետական բանակում հատուկ ջուկատայինների զորամասում Մոսկվայում։ Եվ անվրեպ սկսեց կրակել։ Մոտ 10 տարի առաջ նկարահանված իրական Նավասարդ Կճոյան ֆիլմում նրա որսորդական արկածների եւ խորհրդային բանակում հատուկ ջոկատային եղած լինելու մասին պատմում էր Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանը, որի անունը եպիսկոպոսների սկանդալային հայտարարության տակ եւս կար։ Սիոն Սրբազանը սակայն վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր։ Փոխարենն այստեղ էր Արցախի թեմի առաջնորդ Ֆրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը դեռ 2023-ին էր որոշել, որ չնայած Արցախի լիակատար հայաթափմանը թեմը չպետք է լուծարվի։ Թեմի վտարանդի առաջնորդից սակայն ընդամենը 2 տարի պահանջվեց ընդդիմության հանրահավաքի հարթակից վարչապետի աշխատասենյակ հասնելու համար։ Մենք չենք հայտարարում, որ Արցախը կորած է։ Մենք չենք հայտարարում, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մաս չէ։ Արցախը պիտի դառնա մեզ համար նպատակ, պայքար եւ այս առումով ունենք անելիքներ։ Հանուն դրա արժե եւ կյանք տալ։ Նիկոլ Փաշինյանի բնորոշած սկզբունքային սրբազանների թվում էին նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Երկուսի դեպքում էլ երկար տարիներ արդեն այդպես էլ չհերկված լուրեր են շրջանառվում նրանց կողմից կուսակրոնության ուխտի խախտման մասին։ Ի դեպ, սա հենց այն ուխտն է, որի խախտման մեջ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է ինչ մեղադրում է Գարեգին II-ին։ Վարչապետի հետ հինգշաբթի օրը հանդիպած հոգևորականների թվում սակայն կուսակրոնության խախտման իսկական չեմպիոն կար։ Եթե դուք ասում եք Քյարամյանի հայրը, ուրեմն դրանով արդեն ձևակերպումը ամբողջական տրված է։ Նոյեմբերի 27-ի հանդիպման մասնակիցներից մեկը Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել arczepiskopos Քյարամյանը տարիների ընթացքում այդպես էլ չհերքեց այն տեղեկությունները, որոնց համաձայն ինքը կուսակրոն հոգևորական լինելով որդի ունի, այն էլ ինչ որդի։ Փաշինյանի թիմակից ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն եւ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Առանց բացառության կուսակրոնության ուխտը խախտած բոլոր կուսակրոն
հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայության։ Իշխող քաղաքացիական պայմանագրում եպիսկոպոսների հայտարարությունն ու հատկապես նրանց այցը կառավարություն ընկալեցին որպես շրջադարձային եւ ոգևորիչ զարգացում։ Իշխանամետ մամուլը կարծես նույն տեղից ուղղորդված շարունակ նույն արտահայտություններ կրկնում։ Օղակը կաթողիկոսի շուրջ սեղմվում է։ Իշխանականներն ու իշխանամետները սակայն մի հանգամանք մոռացության մատնեցին այն, որ Փաշինյանի այսօրվա գործողությունները ուղղակիորեն հակասում են նրա 3 ամիս առաջ հնչեցրած այս պնդմանը։ Եթե ես նպատակ ունենայի ինտրիգների միջոցով եպիսկոպոսների մի մասի ներգրավումով մյուս մասին, այսպես ասած, գահընկեց անեի, ես այդ խնդիրը վաղուց կլուծեի, որովհետև դա շատ հեշտ լուծվում, բայց ես այդ իմ խնդիրը բացառապես հոգևոր է։ Եվ մինչ վարչապետն ու նրա թիմը իրենց ողջ ուժերը կենտրոնացրել էին եկեղեցու դեմ պայքարի վրա, Հայաստանի հյուսիսային շրջանները կրակի մեջ էին։ Լայնածավալ հրդեհները սկիզբ առան նոյեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզում, Ջամբարակում, մի քանի օր անց դրանք արդեն տարածվել էին դեպի Տավուշի մարզընթուփ մոտենալով Դիլիջանին։ Հրդեհի տարածումն այնքան արագորեն էր տեղի ունենում, որ փրկարարներից բացի իշխանությունները ստիպված եղան նաև պաշտպանության նախարարության ուղղաթիռներ ներգրավել, որոնք ջուր էին հավաքում հենց Դիլիջանի կենտրոնում գտնվող արհեստական լճից։ Վերաշիժման աշխատանքները կատարվում են։ Դիլիջանի քպեական քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրդեհի վայրից ուղիղ եթեր մտավ նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան, դրանից առաջ սակայն նրան որևէ մեկը չէր զգուշացրել, որ հրդեհների ապոկալիպտիկ տեսարանների ֆոնին վառած ծխախոտը ձեռքին նկարահանվելը լավագույն գաղափարը չէ։ Այն վտանգավոր, այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է, չկա այդ չափազանցված իրավիճակը, ուսանենք բոլորս վախեցել։ Հայաստանցի մեկ այլ քաղաքապետ հոկտեմբերի 20-ին ձերբակալված Գյումրիի ընդդիմադիր ղեկավար Վարդան Ղուկասյանն այս շաբաթ իր որդու հետ շփվելու հնարավորություն ստացավ ճիշտ է դատարանի դահլիճում։ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին նախորդ շաբաթ։ Համեցեք, պարոն Սպարտակ, համեցեք։ Անպայման հետևիցս պիտի գա։ Նոյեմբերի 25-ին կայացած դատական նիստը Վարդան Ղուկասյանի համար քիչ թե շատ բարեհաջող ավարտ ունեցավ ի տարբերություն նախորդ նիստի, այս մեկին հնչեցրած հայտարարությունների համար նրա դեմ նոր քրեական գործ չհարուցեցին։ Մի դադեք, որ չդատվեք, Աստվածաշունչն ասում է, մի դատեք, որ չդատվեք։ Ինչ բրտեք ձեր չանաղ, ենք ու կա ձեր գդալը, սպասեք։ Այս շաբաթ 5 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց Սրբազան շարժման ակտիվիստուհի Լիդիա Մանթաշյանը, որին ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ էին անվանում։ Որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Լիդիա Մանթաշյանի ազատ արձակումը հնարավոր դարձավ միայն հանրային բավական հզոր ճնշման շնորհիվ, որևէ մեկը չէր կարողանում հասկանալ, թե ինչու են դատախազությունն ու դատարանը Մանթաշյանի նկատմամբ նման խիստ վերաբերմունք ցուցաբերում ոչ միայն կալանքի, այլև տեսակցությունների արգելքի տեսքով ոմանց կարծիքով այդ անհամաչափ խստության պատճառը Լիդիա Մանթաշյանի անվերապահ հավատարմությունն էր Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր։ Լիդիա Մանթաշյանի ազատ արձակմամբ սակայն քաղաքական պատճառներով ճաղերի հետևում հայտնված գործիչների թիվը նվազեց աննշան։ Նոյեմբերի 26-ին խորհրդանում այս թեմայով կազմակերպված լսումների ժամանակ քաղբանտարկյալների լուսանկարները զբաղեցրել էին նիստերի դահլիճի մի ողջ թևը, այն թևը, որտեղ սովորաբար նստում են կառավարության անդամները։ Նիկոլ Փաշինյանի տեղում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի լուսանկարներ։ Այստեղ լուսանկարներ են դրված։ Բոլորին իհարկե ազատություն եմ մաղթում, բայց շատ խորհրդանշական է, ես կուզեի, որ իրականում Միքայել Սրբազան հենց այդ աթոռին նստած լիներ այս պահին, որպես Հայաստանի վարչապետ, երևի լավագույն լուծումը կլներ։ Զեկույցի համար բեմ է հրավիրվում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը սակայն վարչապետի աթոռը որևէ մեկին հենց այնպես զիջել չի պատրաստվում։ Դա ակնհայտ դարձավ նոյեմբերի 22-ին, երբ կառավարությունը մարզահամերգային համալիրում հավաքեց ավելի քան 8000 պետական ծառայողների վարչապետի հերթական երկարաշունչ ճառը ունկնդրելու համար։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է,
նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական վարդապետություն եւ ինչպես նոր կտակարանում է ասվում, նոր գինին, նոր տիկերի մեջ։ Այն, որ նոր սահմանադրության թեման նոր թափ է հավաքում եւ որ Փաշինյանի համալիրում հնչեցրած ճառը պատահական չէր, բարձ դարձավ արդեն նոյեմբերի 27-ին Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի խոսքերից։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Իշխանությունները չեն հստակեցնում, թե որն է նման շտապողականության պատճառը եւ թե ինչու է սահմանադրական փոփոխությունների տարիներով սառեցված գործընթացը ակտիվացել հենց այս փուլում ընտրություններից կես տարի առաջ։ Ընդդիմադիրների համոզմամբ պատճառը շատ պարզ է՝ Ադրբեջանի պահանջը։ Մինչև վերջերս Հայաստանում նոր սահմանադրության նարատիվ եւ քննարկում չկար, կար սահմանադրության փոփոխության քննարկումներ, սահմանադրության փոփոխության մասին քննարկումներ կային, այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը պահանջեց սահմանադրության փոփոխություն Հայաստանի, տարբեր որակումներ տալով, այդ քննարկումը այդ տերմինաբանությամբ Հայաստանի ներքին դիսկուրսի մաս դարձավ։ Եվ եթե ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին Հայաստանի իշխանությունները միջնորդավորված կերպով հայ հանրությանն են փոխանցում Իլհամ Ալիևի պահանջը, ապա այս շաբաթի հայտ եկան մարդիկ, որոնք հայ հանրությանն ուղղակիորեն էին փոխանցում Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի ուղերձները։ Ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է։ Բաքու այցելած հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչների ասուլիսը, որ հրավիրվել էր նոյեմբերի 24-ին, հիմնականում այնպիսի բացասական արձագանքների արժանացավ, որ հանրային հեռուստատեսությունը հաջորդ օրը ստիպված էր գործի դնել ծանր հրետանին, իր տաղավար հրավիրելով հայ-ադրբեջանական կարգավորման դե ֆակտո գաղափարախոս Ժիրայր Լիպարիտյանին։ Նա ըստ էության մեկ անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասուլիսի ժամանակ արդեն իսկ ասել էին Արեգ Քոչինյանն ու ընկերները։ Նախ ասեմ, որ Հաջիևը ավելին է, քան օգնական նախագահ Իլհամ Ալիևին։ Նա շատ լուրջ մարդ է, շատ մոդ է եւ ինքը կմասնակցի հիմնականորեն բոլոր բանակցություններին եւ գլխավոր մարդն է, գոնե մեկը երկուսից, որուն հետ կխորհրդակցի նախագահ։ Շաբաթվա գլխավոր կորստի մասին լուրը ստացվեց Մոսկվայից նոյեմբերի 23-ին, կյանքից հեռացավ խորհրդային ֆուտբոլի լեգենդներից մեկը, Մոսկվայի Սպարտակի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արարատ 73-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Գրեթե մեկ դար ապրած Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը կայացավ Մոսկվայի հայկական եկեղեցում։ Հրաժեշտի արարողությունն էլ կազմակերպվեց Սիմոնյանի հարազատ Սպարտակի նորակառույց մարզադաշտում։ Ֆրենկ Սինատրայի երգերից մեկի հնչյունների ներքո։